152-ը կամ 153-ը։ 150-ը ախպեր, 152-ը։ Ախպեր 152-ը չէ, 153-ը են։ 152-ը մի հատ օգնած ունեինք ես։ Ստերանք միտեղ որ կախած էր, չես հիշում։ Ավստրիացի որ առավ։ Ասես դեմքով մի հատ կար է։ Ճիշտ է, ուրեմն 153։ 153-րդ թագավորին ամուսնացին գնաց։ Արքանապի այդ պատը։ Եվ Հայաստանը վերադառնում է դեպքերի միջև տալու։ Բայկան, ինչե վեր։ Ես իմ կերպարները ընտրում եմ միտինգից, սովորաբար իմ կենցաղում էլ, իմ միջավայրում, ընկերությանս մեջ, իմ ընտանիքում, բոլոր տեղերը կան այդ թագավորները, մարդիկ այսօր երազում են լինել թագավոր։ 3 միլիոն հայ ենք ապրում Հայաստանում, 4 միլիոն թագավոր։ Թագավորի էությունն իմ կարծիքով էսպիսին է։ Պիտի մի քիչ էլ սենց ելնես, որ կարողանաս թագավոր դառնաս։ Գալիս են ու ամեն մարդ իմ նկարների նայում է կամ հաստատ իր ընկերոջն է տեսնում, այդ մարդու հայացքը որ նայում է թագավորի կերպարին։ Ու ինքը իրան տենում է, էլի, ու մեկ էլ երբ որ իրան մտքով էլ չէր անցնում, որ ինքը կարող թագավոր լիներ։ Այդ բայից իր մոտ գաղափար առաջացնում, որ ես կարող եմ այսօրվանից լինեմ թագավոր։ Մի անգամից առնում տանում է նկար։ Ստեսություն, հաջողություն ձեզ, հաջողություն։ Բարև ձեզ։ Դուք էլ թագու եք, չէ։ Անպայման։ Երկրի թագուհին եմ։ Ես էլ է ձեզ նման։ Շատ, այդ իմ ավտոպարտեր էր ասում։ Հա։ Այդ բանը, պարտեր։ Պատկերացնում եք։ Ունեմ ավտոպարտեր։ Պատկերացնում եք նայեք, ինչ հետաքրքիր է։ Դա 50 տարի հետո։ 50 չէ, 500։ Նայեք, նայեք։ Տեսա շատ դուրս էր բանը։ Շնորհակալ ենք, թող ուրախություն բերի ձեզ նկարը։ Օգնենք ձեզ։ Չէ, ես մեքենա շատ մատուցեմ։ Հաջողություն ձեզ։ Հաջողություն։ Շատ հաճելի էր։ Հաջողություն բեր։ Շատ հաճելի էր, հաջողություն։ Թագավորը։ Ստորագրում եմ հրամանս, ինքը մտնում է ուժի մեջ, դենց ամեն օր։
Դե լավ չի, լավ նստեք։ Լավ էլի։ Լույսը տակի չի։ Ինք փախնում ապրից։ Չի փախնում։ Դե ընկերի։ Բանը Լավ է լրջացն։ Դու իմա գիտես որտեղ ես։ Այո։ Ավիգեն արվեստանոցի զուգարան։ Իսկ դու քեզ թագուհի զգում ես։ Զուգարանում։ Իհարկե։ Հա։ Իհարկե։ Տրամադրությունից է կախված զուգարանում, փողոցում, թե թագավորական գահին, եթե թագուհի ես, եթե չէ, ոչինչ չի օգնի։ Ավելի ազատ տամիտ հասարակություն եմ ուզում, ուզում եմ, որ երկրում արդարությունը ավելի լինի, քան հիմա է։ Ես ճիշտ ասած չէի ուզի լինեի թագավոր։ Այդ փարթին մենք կոչել էինք արքայահանդես։ Արքայահանդեսը, որը կազմակերպել էին իմ ընկերները, արել էին իմ նկարի բացման համար, որտեղ ես մի մեծ նկար էի նկարում, որտեղ նկարել էի իմ բոլոր ընկերներին, այն մարդկանց, որոնք այդ նկարի մեջ կային։ Ու այդ նկարից իրանք դուրս էին եկել ու մենք ուրախանում էինք։ Բոլորը թագավորական հագուստներով էին, թագերով էին։ Մի խոսքով նկարն էին պոկել իրականության մեջ։ Մենք խաղում էինք այդ նկարը, մենք ապրում էինք այդ նկարը։ Այդ վիճակը, որ թագերը թափված էին գետնին, որ բոլորս հարբում էինք, ուրախանում էինք, շշերը sense թափված էին գետնին։ Այդպես թագավորական մի հատ վիճակ եմ ուզում նկարեմ ու վերնագրեմ թագավորական գին արբուկ։ Այդպես գաղափար կա իմ մեջ։ Օրինակ հետաքրքիր կլինի, որ թագավորների թագավորություն լինի։ Ու որ ծառայողներ չլինեն, ու որ մարդիկ չլինեն։ Լինեն մենակ սաղ թագավորներ լինեն, էլի, ասենք մեծ ազգերի ու փուջուր ազգերի ու իրանք ծառայեն իրանք աշխատեն, իրանք կառավարեն, իրանք տան հարցեր, իրանք պատասխանեն, իրանք կարգադրեն, իրանք կատարեն, իրանք գրած օրենքները իրանք համար լինի։ Այդ հետաքրքիր կլինի։ Իմ ամենամեծ երազանքն է ունենալ մի արվեստանոց, որտեղ ես մենակ կլինեմ ու ինչ ուզեմ կանեմ։ Մոտս աղջիկներ կգան, սիրուն, հավեսով, կնիկս այդ մասին չի իմանա։ Աստորեն դուս է գալիս իմ ու քո երազանքներն ունի։ Արվեստանոցը ինձ թվում է պետք է լինի կղզու վրա, որ փոշի չլինի։ Ու 4 կողմից պետք է լինի ապակին։ Արվեստանոցը ինտիմ նամակ գրելու տեղ։ Միայն դա կարող է տալ, որ դու ազատ ես քո զգացմունքների, քո սրտի, քո հոգու, քո աշխարհի հետ։ Մարդ կա ելել է շալակն աշխարհի, մարդ կա աշխարհն է շալակա ստանում։ Ես ոչ ուզում եմ աշխարհը շալակա ստանեմ, ոչ էլ ուզում եմ ելնեմ շալակն աշխարհի։ Ես է բանը ոնց որ դառնաս աշխարհի տիրական ափ։ Իսկական թագավորներ այսպես են ելնում ախպեր։ Չէ՞։ Արծիվը սենց թռնում է իր թևերը բացում։ Դու չես զգում ձգողականության ուժը։ Ու այդ կայֆն է։ Այդ ոնց որ կենակցել լինի, այդ ոնց որ
էքստազային վիճակ կլինի, ոնց որ մի հատ օրգազմ լինի։ Միտքդ, հոգիդ, մարմինը ինքս էս թռնում է։ Չենք եկել չէ։ Ստում իմ թագավորները ինձանից հոգնել են։ Հա, կերպարներ կան, որ ինձանից հոգնել են արդեն։ Բայց ես ոչ մեկից չեմ հոգնել, ես կստիպեմ, որ սա ինձանից հոգնել, բայց ես ոչ մեկից չեմ հոգնել։ Հենց այդպես։